Ընկերներ ողջույն, այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը կոչվում է որտեղ պահել ձեր կրիպտոարժույթները եւ որ բիրժան ընտրել։ Իրականում սա շատ կարևոր թեմա է հատկապես նորեկների համար։ Հաճախ են ինձ հարցնում, որ կրիպտոբիրժան ընտրենք եւ դրանից հետո գալիս է երկրորդ հարցը. ինչպես անվտանգ պահենք մեր կրիպտո ակտիվները տվյալ բիրժայում։ Իրականում ընկերներ, սա ամենակարևոր հարցերից մեկն է հատկապես նորեկների համար եւ շատ ճիշտ հարցադրում է։ Այս տեսանյութի ընթացքում մենք շատ բարձ լեզվով կհասկանանք այս հարցերի պատասխանները եւ դուք կունենաք համապարփակ պատկերացում թե բիրժաների մասին եւ թե պահպանման մեթոդների մասին։ Ինչ է կրիպտոբիրժան։ Կրիպտոբիրժան դա հարթակ է, ծրագրային հավելված մեր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, որտեղից դու կարող ես գնել, պահպանել, փոխանակել կրիպտո ակտիվներ։ Կրիպտոբիրժաները բազմապիսի են եւ բազմատեսակ եւ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես ընտրել կրիպտոբիրժա, որպեսզի դու ունենաս ապահով տիրույթ եւ այդ տիրույթում կարողանաս կատարել քո գործողությունները։ Ժամանակի զարգացման հետ մեկտեղ առաջացան բազմաթիվ բիրժաներ։ Դրանք կարելի է ասել, որ ֆինանսական կամուրջ են սովորական ֆինանսական աշխարհի եւ կրիպտո աշխարհի միջև։ Մենք կրիպտո բորսայի շնորհիվ կարողանում ենք մեր սովորական ակտիվները, մեր դրամային կամ դոլարային ակտիվները փոխանակել կրիպտո արժույթների հետ եւ դրա հնարավորությունը մեզ ընձեռվում է հենց վստահելի բիրժաների միջոցով։ Իսկ ինչպես ընտրել այդ քաոսի մեջ հենց այն բիրժան, որը կարող է դառնալ քո կամուրջը։ Առաջին կարևոր չափանիշը դա անվտանգությունն է։ Երբ որ դուք ընտրում եք բիրժա, պետք է ձեզ հարց տաք, որտեղ է ավելի անվտանգ, այլ ոչ թե որտեղ կարող եմ ավելի արագ գումար վաստակել, այլ որտեղ է տեղի ունենում ամենաբարձրագույն անվտանգությունը։ Կան տարբեր չափանիշներ։ Օրինակ, համակարգը ունի արդյոք երկֆակտորային անվտանգություն, կա արդյոք էլեկտրոնային հասցեով, հեռախոսահամարով ակտիվացման համակարգ, կա արդյոք ֆիշինգային ինչ-որ գործողություններից պաշտպանության համակարգ։ Այս բոլոր գործոնները մեզ կարող են առավել մեծ վստահություն հաղորդել տվյալ բիրժայի հանդեպ եւ մենք կարող ենք առավել ճշգրտությամբ ընտրել հենց այն բիրժան, որը մեզ համար կապահովի բարձր անվտանգության համակարգ մեր ակտիվների համար։ Երկրորդ կարևոր չափանիշը դա հարմարավետությունն է։ Հատկապես սկսնակների համար սա շատ կարևոր ֆակտոր է։ Երբ որ դուք ընտրում եք բիրժա, պետք է բոլոր բաժինները, կոճակների տեղերը, հարմարավետությունը օգտագործելու լինի պարզ եւ հասկանալի, որպեսզի դու կարողանաս հեշտությամբ կատարել գործողությունները, կատարել առքը, վաճառքը, պահպանումը, կարողանաս այն բոլոր գործիքակազմը, որը քեզ առաջարկվում է բիրժայի կողմից, լինի հասանելի եւ լինի մատչելի լեզվով բացատրված եւ ցուցադրված։ Կան բիրժաներ բազմաթիվ, բազմաֆունկցիոնալ եւ տարբեր բարդ տերմինոլոգիաներով։ Ընտրեք այն բիրժաները, որոնք հեշտ են, հասկանալի եւ պարզ։ Հաջորդ կարևոր կետը դա հեղինակությունն է։ Կրիպտո աշխարհում շատ մեծ դեր ունի հենց կայքի հեղինակությունը։ Քանի տարի է այն գործում, ինչքան ակտիվ օգտատեր ունի, ինչքան գումար է շրջանառվում օրական կամ տարեկան նմանատիպ բիրժաներում։ Շատ կարևոր է նաև հաշվի առնել կարծիքները տվյալ բիրժայի մասին, թե հեղինակավոր անձինք ինչպիսի կարծիքներ են թողել այս կամ այն բիրժայի վերաբերյալ։ Դրա համար բիրժա ընտրելիս անպայման ուսումնասիրեք տվյալ բիրժայի մասին ամբողջ նյութը, կատարեք հիմնային վերլուծություն ձեզ համար, հասկացեք, թե ինչ է դրված տվյալ բիրժայի ամենաակունքներում։ Սովորաբար պետք է ընտրել բիրժաներ, որոնք գրանցված են ոչ պակաս քան 3 տարի, ունեն ավելի քան 5-10 միլիոն ակտիվ օգտատեր, օրական առևտրաշրջանառությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, այս բոլոր համակարգերը, այս բոլոր մտքերը ձեզ կտանեն դեպի ճիշտ բիրժայի ընտրության։ Չորրորդ կարևոր կետը դա բիրժայի նշանակությունն է եւ ակտիվների ընտրությունը։ Տարբեր բիրժաներ նախատեսված են տարբեր ֆունկցիոնալի համար եւ առաջարկում են օգտատերերին տարբեր առավելություններ։ Օրինակ, բիրժա, որը ավելի հարմար է բիզնեսի համար, բիրժա, որը ավելի հարմար է անհատ թրեյդերի համար, բիրժա, որը հարմար է ավելի ռիսկային ակտիվներով աշխատելու եւ բիրժա, որը ավելի ֆունդամենտալ ակտիվներով աշխատելու համար է հարմար։ Եթե նորեկ եք, ընտրեք բիրժաներ, որոնք որ նախատեսված են անհատ օգտատերերի համար եւ նախատեսված են ֆունդամենտալ կրիպտոարժույթներով աշխատելու համար։
Հիմա խոսենք պահպանման եղանակների մասին։ Շատ սկսնակներ կարծում են, որ կարևորը ակտիվը գնելն է, ոչ թե պահպանելը։ Սակայն պահպանելը ոչ պակաս կարևոր գործառույթ է եւ ցանկացած ոք պետք է իմանա, թե որտեղ են գտնվում իր ակտիվները եւ ինչպես է իրականացվում իրենց ակտիվների պահպանությունը։ Կա մի այսպիսի տարածված արտահայտություն, ասում են, եթե բանալիները քո ձեռքում չեն, ուրեմն ակտիվները նույնպես քո ձեռքում չեն։ Դրա համար մենք հիմա կխոսենք պահպանման եղանակների մասին եւ դուք ինքներդ կընտրեք ձեզ ամենահարմար եղանակը։ Առաջինը դրանք տաք դրամապանակներն են։ Ինչ է տաք դրամապանակը։ Տաք դրամապանակը դա ծրագրային հավելված է, որ դու կարող ես ներբեռնել քո հեռախոսի մեջ, քո ակտիվների համար քեզ կհատկացվի հաշիվ, կփոխանցես քո միջոցները քո հաշվին եւ կարող ես ամենօրյա ռեժիմով օգտվել քո ակտիվներից։ Այստեղ շատ հեշտ է մուտք գործել, դիտարկել քո ակտիվները, տեղափոխել ակտիվները ամենօրյա ռեժիմով օգտագործողների համար հարմար տարբերակ է։ Տաք դրամապանակը իրենից ներկայացնում է պատկերավոր ասած on-line safe, որտեղ դու պահում ես քո միջոցները այնքան ժամանակ, մինչև որ քեզ պետք չեն գա։ Իրենք քո ձեռքի տակ են եւ հենց այդ պահին, հենց այդ վայրկյանին դու կարող ես օգտագործել քո ակտիվները։ Սակայն ընկերներ, տաք դրամապանակները ունեն կենտրոնացված համակարգ, այսինքն կա կենտրոնական կառավարման համակարգ, որը ունի վերահսկողություն առհասարակ տվյալ ծրագրային հավելվածի վրա։ Դրա համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել տաք դրամապանակների անվտանգությանը, տեղադրել բազմաֆունկցիոնալ բազմակի օգտագործման գաղտնաբառել երկֆակտորային անվտանգություն, որպեսզի ապահովեք ձեր ակտիվների բարձրագույն անվտանգությունը։ Երկրորդը պահպանման միջոցների համար դրանք սառը դրամապանակներն են։ Սառը դրամապանակները դրանք ֆիզիկական կրիչներ են, քարտեր են, կան նաև ժամանակակից դիզայներական լուծումներ, օրինակ մատանիների տեսքով։ Դրանք ընկերներ կցված չեն համացանցին եւ դու կարող ես այդ հաշվին փոխանցել քո ունեցած միջոցները եւ դրանք պահել քո ձեռքի տակ։ Իրականում այստեղ մոբիլության ուժման խնդիր կա, քանի որ դու չես կարող քեզ ցանկացած պահին օգտագործել քո ակտիվները, սակայն դու կարող ես շատ ապահով պահպանել։ Կան շատ ներդրողներ, ովքեր իրենց երկարաժամկետ ներդրումները, երկարաժամկետ ակտիվները պահում են հենց սառը դրամապանակների վրա եւ դրանք պահպանում են օրինակի համար սեյֆում կամ գրպանում կամ ինչ-որ միտեղ։ Միայն թե չփչացնես, չկոտրես, ինչ-որ երեխաների ձեռքը չտաս, ջուրը չգցես, որովհետեւ այդ պարագայում քո ակտիվների հասանելիություն դու այլևս չես ունենա։ Ընկերներ, մենք պետք է խոսենք նաև անվտանգության բարձրացման մասին, ինչը ոչ պակաս կարևոր է։ Ինչ է անվտանգությունը։ Դա ձեր ակտիվների օգտագործման հնարավորությունն է միայն ձեր կողմից։ Դրա համար ինչ է պետք անել։ Առաջի հերթին ես խոսեցի երկֆակտորային անվտանգության մասին։ Սա կարելի է ասել պարզ մեխանիզմ է, բայց ներկա դարաշրջանի ամենաակտուալ եղանակներից եւ ամենաարդյունավետ եղանակներից մեկն է ձեր ունեցած ակտիվները պահպանելու համար։ Տեղադրեք ընկերներ բարդ գաղտնաբառեր։ Բարդ գաղտնաբառերը սովորաբար ապահովում են անվտանգությունը եւ թույլ չեն տալիս, որպեսզի այլ օտարածին ինչ-որ մեկը կարողանա մուտք գործել եւ օգտագործել ձեր ակտիվները։ Երրորդը ընկերներ, եթե ձեզ հանկարծ հարցնում են, եթե ձեզ հորդորում են փոխանցել իրենց ձեր գաղտնաբառերը կամ ձեր գաղտնաբառերի վերականգնման կոդերը, խուսափեք նմանատիպ ցանկացած քայլից, որովհետև մարդիկ կարող են շատ հանգիստ տիրանալ ձեր ակտիվներին։ Ապահովել ակտիվները դա կարևորագույն ֆակտորներից մեկն է, որպեսզի դուք կարողանաք նաև բազմապատկել ձեր ունեցած միջոցները։ Պաշտպանել ձեր ակտիվները նշանակում է նաև հեռու մնալ զեղծարարներից, զերծ մնալ խաբեություններից։ Իսկ զերծ մնալ խաբեություններից կարելի է, եթե դուք մեդիա գրագետ եք, եթե դուք մուտք չեք գործում կայքեր, որոնց մասին ընդհանրապես տեղեկատվություն չունեք, եթե դուք չեք բացում անծանոթ մարդկանցից ուղարկված հղումներ, եթե դուք չեք բացում հղումներ, որոնց վերնագրերը ձեզ մոտ որոշակի կասկածներ են առաջացնում։ Այս գործողությունները ձեզ թույլ կտան, որպեսզի դուք մեկընդմիշտ ապահովեք ձեր ակտիվների անվտանգությունը։ Եվ ամենակարևորը, շատ հաճախ սկսնակները սկսում են մտածելուց, թե ինչ ակտիվներ գնեմ, որպեսզի այն աճի եւ ես վաստակեմ։ Վաստակելուց առաջ միշտ պետք է մտածել հակառակ սցենարների մասին եւ կառավարել բոլոր տեսակի ռիսկերը։ Այդ դա կարևորագույն որակ է, որ պետք է իր մեջ կրի ցանկացած ներդրող եւ սկսի հենց դրանից։
Ձեր առևտուրն էլ պետք է սկսվի դրանից, ձեր կապիտալն էլ եւ ձեր հետագա կապիտալի աճն էլ պետք է սկսվի ռիսկերի կառավարումից, որպեսզի դուք ունենաք կայուն աճող եկամուտ, պասիվ եկամուտ, հիմնական զբաղվածություն եւ մեծ կապիտալ։ Եթե այս տեսանյութից մեկ բան է պետք հիշել, ապա թող դա լինի սա. Կրիպտո աշխարհում անվտանգությունը սկսվում է ճիշտ որոշումներից, իսկ ճիշտ որոշումները սկսվում են ճիշտ գիտելիքներից։ Ինչից է պետք սկսել։ Նախ եւ առաջ պետք է սկսել համապատասխան փորձ, հմտություն եւ գիտելիք հավաքելուց։ Գիտելիքից հետո գալիս է արդեն ձեր սեփական փորձը։ Փորձից հետո արդեն գալիս են հմտությունները։ Այս եռամիասնությունը ապահովում է այս դարաշրջանում կրիպտո աշխարհում հաջողության տանող ճանապարհը։ Եվ ես ձեզ ուզում եմ հորդորել, ընկերներ, կրիպտո աշխարհում լինել գրագետ, լինել խելացի, որովհետև այստեղ շատ մարդիկ կան, ովքեր որ առևտուր են անում էմոցիաների հիման վրա, շատ մարդիկ առևտուր են անում թերի եւ ոչ ճիշտ պատկերացումներով։ Տարբերվեք իրենցից եւ դուք կլինեք այս ոլորտի հաջողակներից եւ կլինեք այս ոլորտի բարձունքում։ Հուսով եմ, ընկերներ, որ այս տեսանյութը հավանեցիք։ Կբաժանորդագրվեք մեր ալիքին, կգրեք մեկնաբանություններ եւ կթողնեք ձեր կարծիքները, որpիսի մենք նկարենք ձեզ համար նոր տեսահոլովակներ։ Գրեք նաեւ մեկնաբանություններում, թե արդյոք դուք զբաղվում եք այս պահին կրիպտո աշխարհով, թե նոր եք փորձում մտնել կրիպտո շուկա։ Եվ ես, ընկերներ, անպայման ձեզ համար մի նոր եւ կարեւոր տեսահոլովակ կնկարեմ հաջորդիվ։ Իսկ հիմա ասեմ առայժմ լավ եղեք եւ մինչ նոր հանդիպում։